Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, այսօր հարցազրույցի տաղավարում հյուրընկալել եմ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, Ազատություն կուսակցության ղեկավար եւ պրոֆեսոր Հրանտ Բագրատյանին։ Պարոն Բագրատյան, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Շնորհակալ եմ։ Պարոն Բագրատյան, այսօր հունվարի 27-ին օրերը առաջ ազգային ժողովում ընդունված օրենքի համաձայն հիշատակում են հայրենիքի համար զոհվածներին, իսկ վաղը բանակի օրն է, հունվարի 28-ը։ Հունվարի 28-ի հետ կապված հիշողություններ ունեք, կկիսվեք։ Ես 91 թվականին 3 ամսով եղա վարչապետ, փոխարինող Վազգեն Մանուկյանից հետո 91 թվականի հոկտեմբերին կայացան նախագահական ընտրությունները եւ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջին վարչապետը նախագահ դառնալուց հետո նշանակեց Գագիկ Հարությունյանին։ Ես փոխվարչապետն էի, ու այն ժամանակ մեկ փոխվարչապետ կար։ Եվ երբ որ 91 թվականի դեկտեմբերի վերջին կայացավ Բելավեժյանը Թավուտի այդ արարողությունը, որտեղ Բելարուսը, Ուկրաինան եւ Ռուսաստանը ստորագրեցին ԽՍՀՄ քաղաքական ավարտի մասին պակտը, մենք արդեն պետք է վերակառուցեինք կառավարության աշխատանքը եւ խնդիրներից մեկը պաշտպանության նախարարության ստեղծումն էր։ Ի սկզբանե ստեղծեցինք Պաշտպանության պետական կոմիտե, կարծեմ, Գագիկ Հարությունյանը վարչապետն էր, ինձ խնդրեց պատրաստել այդ որոշումը, գերատեսչությունի հետ աշխատանք տարվեց, որովհետև ստեղծելուց հետո շենք պիտի հատկացնենք, մենք որոշեցինք, որ շենքը ինչքան տարածք ենք հատկացնում եւ այլն, ինչպես ենք առանձնացնում բյուջետային միջոցները, զինվորականների կողմից, այդպես ասեմ, որովհետև նախարարություն բան մինչ այդ չկար։ Խնդրին մասնակցում էր Վահան Շիրխայանը, Օղորմածիկ, Վահան Շիրխայանն այդտեղ ինչ-որ պաշտոն ստացավ, կարծեմ հենց առաջի ղեկավարներից մեկը դարձավ։ Եվ այդ որոշումը մենք պատրաստեցինք, այն ստորագրվեց 1992 թվականի հունվարի 28-ին։ Այո։ Իհարկե հիմա, որ հիշում եմ, այդ տղաների մեծ մասը այլևս չկան, թե շռնդալից հաղթանակներից հետո ինչ ստորագույն պարտություններ ունեցանք, այն շատ տխուր բաներ են ինձ վրա թողնում, էլի, որովհետև մարդը, որը վայելել է այդ հաջողությունները, հետո տեսել է ինչպես հիմար սխալների պատճառով բոլոր հաջողություններ լցվեցին ջուրը, երբեք լավ տրամադրություն չի ունենում այդ մասին հիշելիս։ Ցավում եմ։ Պարոն Բագրատյան, բանակի մասին խոսք գնաց, այո։ Այս կառավարությունը Իդեպ օգտվելով առիթից բոլորի շնորհավորում եմ բանակի օրվա կապակցությամբ։ Ես հուսով եմ, որ կգան օրեր, երբ որ մենք նորից նորմալ հզոր բանակ կունենանք։ Բոլոր դեպքերում նույնիսկ պարտության ժամանակ այդ բանակը քաջաբար կոնկրետ նրա անձնակազմը դիմադրել է, ես պրետենզիաներ ունեմ միայն բանակի ղեկավարության նկատմամբ։ Ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ, այո, Հայաստանի ընդհանուր առմամբ։ Պարոն Բագրատյան, քանի որ բանակից խոսեցինք, կարևոր է անդրադառնալ այս հանգամանքին։ Խաղաղության օրակարգով առաջ գնացող Փաշինյանը կամ իր կառավարությունը հարկ է համարել կրճատել պաշտպանության բանակին տրամադրվող բյուջեն։ Ավելի քան 20%։ Այո, միևնույն ժամանակ պետական պարտքի աճելու ֆոնին Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ պարտքը վերցրել են եւ ծախսել են բանակի համար սպառազինություններ ձեռք բերելու ու արցախցիների վրա։ Հավատում եք։ Դա սուտ է, ես երևի այն քիչ մարդկանց եմ գուցե միակը, որ կարող է հենց հիմա այստեղ 2 րոպեում այդ սուտը ոչնչացնի պարզապես նրա հայտարարությունը։ Խնդրում եմ։ Հերթական հայտարարությունն է, որ մտածում է M1-ը հիմար են չեն հասկանում, կհավատան, 25%-ն էլ հավատա լավ է արդեն, 70% գուցե խելքի եկել չի հավատում, սա այն բանն է, արգումենտացիան է, որը պատտվում է Փաշինյանի ուղեղում։ Նա շատ լավ գիտի, որ սուտ է ասում։ Նախ որ ծախսել են արցախցիների մասով, դա բացարձակ սուտ է։ Արցախի վրա ամեն տարի մենք ծախսում էինք իր օրոք, արդեն հասել էր ծախսը տարեկան 200 միլիարդ դրամի, որ մենք փող ենք տալի։ Արցախը երբ որ վերացավ, ինքը այդ փողը էկոնոմիա ունի։ Ավելցուկ ունի 200 միլիարդ դրամ։ Չէ, հարաբերական։ Արցախցիների վրա շատ տարեկան ծախսում է 20-ից 30 միլիարդ, ես կոպիտ հաշվարկով եմ ասում, եթե ավել է, թող գան նստեն ձեզ մոտ, ֆինանսների նախարար Վայ Հովհաննիսյան հրավիրեք, դու գաս այդպես չի։ Այդ տուն, բնակարան, ինչ որ կա, այդ նպաստ, բանման, մենք կարողանում ենք հաշվել ով ինչքան է ստանում։ Այսինքն Արցախի անկումով ինքը բյուջետային միջոցների հսկայական էկոնոմիա ստացավ։ Այսինքն ոչ միայն պարկ կարար չվերցնել, կարող էր այդ էկոնոմիան ուղղել պարտքի մարմանը։ Հաջորդը բանակը 2017 թվին
երբ որ ինքը չկար բանակի վրա, ծախսվել է 260 միլիարդ դրամ։ 2026-ին նախատեսված է ծախսել 550։ Կարծես թե 2 անգամ ավել է։ Բայց մոտ 100 միլիարդ է կազմում, 30%-ը, 550-ի 30%-ը գնաճն է։ Հասկանում եք, եթե 550-ից իր 30% անեք, վերցրեք 550-ի 65%-ը, ապա տակը կմնա 340-350 միլիարդ։ Եվ այսպես 260-ը 9 տարում դառել է 350։ Եվ բյուջեն 9 տարում փաստացի ձևավորված ծախսերով, իհարկե ռեալ ծախսերի տեսակետից դա այդ հնարավորությունը չի տալիս, բայց բյուջեն այնուամենայնիվ աճել է 2.3 անգամ։ Եվ բյուջեի մեջ բանակի տեսակարար կշիռը, ասենք, շուրջ 20%-ից 18-ից 20% էր, էլ ավելի է պակասել։ 26 թվականի բյուջեն 3.6 տրիլիոնի մեջ 550-ն է բանակի ծախսը, հրապարակված տվերն եմ ասում, որովհետև վաղը կարող է դատավորներ չիմանան, հրավիրեն դատարան։ Հաճախ այդպես դատարան, բաց աղբյուրների, այդպես է, արդեն սովորել է ջաններս էլ դրան։ Ուրեմն 3 տրիլիոն 618 միլիարդ բյուջեն ծախսերով է, որից 550-ը բանակի ծախսն է։ Այդ ինչքան է կազմում, 1/7 մասը։ 15%, այսինքն բանակի վրա կատարվող ծախսերը 18.5%-ից իջել է 15%-ի բյուջեում։ Այսինքն բանակը չի պատճառը, որ ինքը պետական պարտ կա վերցում։ Ընդհակառակը նա տնտեսել է եւ բանակի վրա եւ Արցախի վրա։ Այդ դեպքում ուր են գնում այդ գումարները։ Այդ գումարը, այդ ասեք, մոտարապես հետեւյալն է գնում։ Ինքը այդ 8-9 տարում 500 միլիարդ դրամ ծախսել է ԿՊ-ին պարգևատրումներ տալու։ 500 միլիարդ դրամ։ Դա անում է 1 միլիարդ 200 միլիոն դոլար։ Ինքը ավելացրել է իր ախրանան։ Ինքը 2 անգամ ավելացրել է ապարատը, օրինակ կառավարության այսօրվա ապարատը մոտ 450 հոգի են։ Մեր ժամանակվա 200 հոգու փոխարեն, որ մենք ավելի ծանր ժամանակ էինք աշխատում։ Հասկանում եք։ Պարեկը, որ ինքը ստեղծել է պարեկների ծառայություն, գյուղերը դատարկե բերել այդ երիտասարդներին, տվել է աշխատատեղ մի հատ բյուջեից, որը պարեկին տվել է դրույք, որն ավելին է, քան թե համալսարանի պրոֆեսորին է, կամ բուհի պրոֆեսորին է, հասկանում եք։ Այդ պարեկին համ այդ փողն է տալիս, համ ասում է դու եկամտարկ միությունից գնա մի հատ շենքի բան դառի, բաժանորդ դառի, որ մի հատ էլ բնակարան ստանաս, որ իմ տղաները, որոնք կառուցում են այս շենքերը, կանան փող աշխատեն։ Հասկանում եք, սա է տեղի ունենում։ Փակ շրջան է ստացվում փողերի շրջանառությամբ։ Արդյունքում գյուղերը դատարկվում են, մարդ չկա, տարեկան քաղաքանում տարեկան 45000 մարդ գյուղերից քաղաքի գալիս, տարեկան միջինը։ Ավելի քան 300,000 մարդ իր իշխանության օրոք գյուղերից եկել է քաղաք։ Այդ որ գյուղեր ասելով պայմանական եմ գյուղ ասում, գյուղաքաղաքներից նույնպես։ Օրինակ, ասենք Ալավերդի քաղաքը։ Մարզերի բնակչությունը դատարկվում է։ Դատարկում, այո։ Կարծես դիտմամբ դատարկվի, որպեսզի թշնամու առաջ բացեն ճանապարհը։ Իսկ ադրբեջանցիները շատ արագ բազմանում են, ցավոք սրտի պատմությունը դա է տալիս։ Այնպես որ հաջորդ ծախսը, որ ինքը անում է, հաջորդ ծախսը ինքը այդ պետական պարկը վերցել է բարձր տոկոսով եւ պետական պարկի սպասարկման մարմանը ամեն տարի ուղղվում է ավելի շատ միջոց, քան թե պետական պարկ նոր կարելի է վերցնել։ Հաջորդը նա տարեկան 200 միլիարդի 150 միլիարդի ստից բնակարանային շինարարություն է անում։ Եկամտարկի վերադարձի հաշվին։ Հաջորդը նա տարեկան 100 միլիարդ ուղղում է կենսաթոշակային կուտակմանը, որը բացարձակապես ավելի նոր ծախս է, եւ սրա համար պատասխանատուն եւ ինքն է, եւ Տիգրան Սարգսյանը, որի օրենք եղավ, եւ այնպիսի մարդիկ, ինչպես Վաչե Գաբրիելյանը, ինչպես Ներսես Երիցյանը եւ այլն։ Եկեք հիմա դատարանի առաջ պատասխան տվեք, ինչ եք անում։ 22 թվի դրությամբ 14-ից 22 թվին ինչքան փող էր կուտակվել այդ կենսաթոշակային երկու հիմնական հիմնադրամներում, բանը C կվադրատ եւ Ամունդի, աճել էին ընդամենը 2%։ Եվ որ 8 տարում գնաճը եղել էր 44%։ Վրանց եք տվել 42%։ Այդ փողը դնեիք բանկերում, ավանդ դնեիք Հայաստանի բանկերում, ավելի շատ օգուտ կստանայիք։ Եվ մեր ժողովուրդը կենսաթոշակային կուտակային նկատմամբ իրեն դրսևորեց որպես տնտեսագիտորեն կամ ավելի ճիշտ կլինի ասել ֆինանսապես բացարձակ անգրագետ ժողովուրդ։ Ապահովագրական պոլիս ունեցող մի հատ երիտասարդ չկա, որ մի հատ գնա հետաքրքրվի, ասի լավ, այսքան իմ պոլիսին փող եմ փոխանցել, պետությունը։ Այդ իմ փոխանցած փողը ի՞նչ է դարել։ Այսօր անցել է ավելի քան 12-13-րդ տարին է այդ ռեֆորմի։
Այս բոլոր որ գումարում ես, դնում ես ցակուցրի վարի ամեն ինչ։ Իր ախրանանա մեծացրել, բանակի զուգահեռ ստեղծել է ստրուկտուրա, պաշտպանության պետական գնդեր է ստեղծել, ծառայություններ, ստեղծել է, չգիտեմ, արտաքին հետախուզության ծառայություն, ճիշտ, առայժմ դրա ծախսերը փոքր են, բայց այնուամենայնիվ, հասկանում ես, ոչ մի բան ամբողջ Կիրակի հարյուրավոր, հազարավոր հոգիով, այդ ինչ որ եկեղեցի, առնվազն 300-400-500, դրա ծախսը ինքն է տալիս, հասկանում եք։ Ինքը թե պետական բյուջեն։ Պետական բյուջեն էլ ինքն է վճարում, հանձնարարումը վճարում են, հասկանում եք։ Այս ցակու ծրիվ անում։ Այնպես չի որ բյուջեն չի մեծացել, անվանապես այն մեծացել է, իրապես չի մեծացել բյուջեն։ Թվերի պատկերով է մեծացում։ Հա, թվերի պատկերով, հա։ Չէ, օրինակ նայ, վաղը դուք վարչապետ եք, չէ՞։ Դուք կարող եք ասել ֆինանսների նախարար, լավ, բյուջետ չունենք 4 միլիարդ դոլարի կամ 2 տրիլիոնի գնա պարտք վերցրու։ Ձեր բյուջեն 3.6-ից 3 տրիլիոնից ամենջապես կդառնա 5 տրիլիոն։ Բայց դուք պիտի հիշեք, որ 3 տարի հետո, եթե այս տարի, օրինակ 26 թվականին բյուջեի սպասարկման վրա ծախսվում է 420 միլիարդ, մարումը բյուջեի մեջ ինքը չի մտցնում ֆինանսների նախարարը, ասելով ինչ անում էդ էլ չկավ ասած, 100 անգամ հրավիրեցինք, եկեք բանավեճի, եկեք ասեք ժողովրդին, դա չեն էլ անում։ 26 թվականին ուրեմն 600 միլիարդ էլ մարումն է, այսինքն եղավ 1 տրիլիոն 20 միլիարդ դրամ, 1 տրիլիոն, դա 2.5 միլիարդ դոլար է։ Հասկանում եք, դուք էլ կարող եք պարտք վերցնել 2.5 միլիարդ դոլարը դարձնել տարեկան 5 միլիարդ։ Այսինքն այդ պարտքը վերցնելուց հետո այդ պարտքի հաշվով բյուջեում նախատեսված սպասարկման, իսկ ինչպես նաև մարման ծախսերը գումարած լինեն ավելի մեծ, քան թե ձեր վերցած պարտքը։ Այս տրամաբանությամբ մենք առաջ գնում։ Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացու վրա դա ինչ ձևով է անդրադառնալու։ Մենք արդեն բախվում ենք անսահմանափակ գնաճի, հարկատեսակների նոր տեսակներ են օրորի ավելանում քաղաքացիների գլխին, ֆինանսական նոր պարտավորվածություններ։ Սա ինչի է տանելու, եթե այս ընթացքը չկասեցվի։ Արդեն տարել է նա, որ մենք թոշակ չենք բարձրացնում։ Մենք ասում ենք թոշակ դուք չեք կարող ծախսեք։ Իբր թե այ գնացեք եւ 12%-ի փոխարեն 20% քեշբեք ստացեք։ Իդե վերջերս մենք ստուգում ենք 20% չի գալիս։ Հետո բարձում է կան սահմանափակումներ։ Բարձում է կան լիքը թոշակառներ, որ չեն կարող չեն էլ ուզում օգտվել քարտերից, բանկային քարտերից։ Բարձվում է նաև, որ ինչ-որ մի փոքր փոխհատուցում են, հետո էլ չեն փոխհատուցում։ Այսինքն մենք չունենք իրոք կենսաթոշակայինի միջոցները, որոնք մոտարապես կազմում են 450-500 միլիարդ, ավելացել են, թե չէ ծախսը։ Մեզի ռեալ չեն ասում դա։ Այստեղից նորից ենք խոսում, նորից ենք դիմում կառավարության, այ կառավարություն։ Եթե դու առանց էտել քեշբեք 2% բոլորին ես տալիս։ Կոչ եմ անում թոշակառուներին տուր իրանց այդ 20%-ը, այսինքն ինչի արդյունքում 50,000 դրամ կենսաթոշակը պիտի դառնա 60,000 դրամ։ Իրանք ոնց կծախսեն։ Դու արդեն նորմ ունես, որ եթե դուք ծախսում եք բանով, քարտով խանութներում 2% հետ ես տալիս։ Անցի է սիստեմին։ Գիտես ինչի չես անցնում, հարգելի կառավարություն, որովհետև խաբում ես, որովհետև իրականում են 10%, 20% աճը, որը նշանակում է մոտ 100 միլիարդ, այսինքն կենսաթոշակային ֆոնդը պիտի դառնար 500-ից 600 միլիարդ դրամ, այդ 100 միլիարդը դու չես ծախսում, դու տեղից էկոնոմիա անում, որպեսզի անարտադրողական ծախսեր անես, որպեսզի ել ավելի շքեղ ձևով պարգևատրես ԿՊԱ-ականներին։ Թոշակառուների հաշվին։ Բոլորի հաշվին, եւ թոշակառուի հաշվին են պարգևատրում, եւ զինվորի հաշվին են պարգևատրում, եւ քաղաքների հաշվին են պարգևատրում, որոնք չեն ստանում բյուջեում նախատեսված իրենց միջոցները, չեն կարող քաղաքում մաքրել, գոհեք Երևանի վիճակից, քանի անգամ մաքրվեց։ Իրենց համար ձյունը նախատեսված չէր, քանի անգամ մաքրվեց։ Հիմա մարդիկ մայթերը դա անգամ կենտրոնում ես չեմ խոսում քաղաքի կենտրոնից դուրս, չեմ ասում ծայրամաս, կենտրոնից դուրս տարածքների մասին, որտեղ պարզապես բանա, սա դաշտ է։ Թե մեքենաների, թե մարդկանց համար, ծայրամասերում հատկապես։ Ոչ մի բան չեն անում։ Տիգրան Ավիյանը բյուջեն ինչ անում Երևան քաղաքի։ Ինչի վրա ծախսում ընդհանրապես։ Մի 50-60-70 միլիոն ծախսում են գրում են, չգիտեմ, այս ինչը դրինք, տոնածառը դրինք, 1-3, 1-4 գինը հաշվում են։ Ոչ մի հաշվետվություն չկա, ոչ մի բան չկա, ինչի վրա են փող ծախսում,
Ոչ մի բան։ Դուք նկարագրեցիք բավականին մտահոգիչ պատկեր, բայց տեսեք, Դավոսում Թրամփի հետ, այո, նույն շարքում նստելուց հետո, այդ հայտնի լուսանկարից հետո Թրամփը հայտարարում է, որ Հայաստանի հետ խաղաղ միջուկային ատոմային համագործակցության մասին ինչ-որ փաստաթուղթ են ստորագրելու, խոսվում է այն մասին, որ հայ-ամերիկյան ընկերությունները համագործակցելու են այդ TRIP կոչվող այո ճանապարհի շուրջ եւ դա տնտեսական զարգացման խոսուն հեռանկարներ է խոստանում Հայաստանին։ Բայց կուզենայի առաջին հերթին անդրադառնայինք այդ խաղաղ ատոմային համագործակցության փաստաթղթին։ Ինչ է դա իրենից ենթադրում։ Կարծիքով դա Թուրքիայի պահանջն է։ Թրամփը շտապում է ասել, որ մենք համագործակցում ենք, որպեսզի Հայաստանը պիտի շուտ-ուշ ատոմակայան կառուցի, որպեսզի Հայաստանը այդ խնդիրը չքննարկի Ռուսաստանի հետ։ Չդիտարկի որպես այն կողմը, որի հետ կարող է կառուցել ատոմակայան։ Իսկ Միացյալ Նահանգների հետ ատոմակայանի հարցում մենք համագործակցելու կարիք չունենք, որովհետև կան ռուսական ատոմականներ 2-3 անգամ ավելի էժան եւ նույն ապահովության նույն աստիճանով։ Որևէ ռուսական ատոմակայան, ռուսական սովետական տեխնոլոգիաներով ատոմակայան աշխարհում չի փակվել, քանի որ դա վտանգավոր է։ Միակ փակված ատոմակայանը եղել է մեկը Լիտվայում, բայց Լիտվան հսկայական էլեկտրաէներգիայի պերիտոկ է ստանում բանից, Եվրոպայից, լիտվացիք մոգոնեցին թե փակվում է։ Ես նկատում սովետական է, որ Իտալիան եւ Գերմանիան համարյա բոլոր ատոմականները փակել են, այդ մասին չեմ խոսում։ Նույնիսկ Ֆինլանդիայում կառուցած սովետական ատոմակայանը շահագործվում է եւ ասենք Կազլադուը, որ նույնպես Բալկան երկրներում է կառուցված, շարունակվում է։ Չկա փակված ատոմակայան։ Եվ Մագատենա, չէ, ատոմակայանը փակված լինելը որոշում է Մագատեն։ Մագատեն որոշում չի կայացել, որ այդ կայաններն ավելի վատն են։ Իրականում ավելի վատը չեն։ Որոշ հարցերում նույնիսկ ավելի լավն են։ Այլապես ինչու Թուրքիան կդիմեր Ռուսաստանին։ Որ Հայաստանը ինքը Թուրքիան այսօր կառուցում է Ակկոյինի ատոմակայանը 4 էներգաբլոկ ամեն մեկը 1000 մեգավատ։ Ռուսական։ Բայց նույն Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են այնպես անել, որ Հայաստանում ատոմական չլինի։ Չեն ասում ընդհանրապես ատոմական չպետք է լինեք, ասում են նեսինը վատ է, պիտի փակեք։ Եվ հասել են նրան, որ ժամկետը տվեն մինչև 2036 թվականը։ Թրամփն առաջ է ընկնում վստահեցնելու համար Թուրքիային, ինչպես նաև Ադրբեջանին, որ տեսեք, ես արդեն մեյդան եմ ընկել եւ ճաշը մատուցում ենք այսպես, մանանեխով։ Ասում ենք միջուկային համագործակցության մասին, որի արդյունքում ոչ թե կբացեն, այլ շատ հնարավոր է կփակեն այս ատոմակայանը։ Ինչ վտանգներ են մեզ համար կախված ենք։ Ինչքան էլ արևային զարգացնես, ինչքան ինչ-որ բաներ ասում, 3 հատ ատոմակայան են կառուցել, հիմա ոնց հող է նախապատրաստում։ Դա ասում են մոդուլային ամերիկյան ատոմակայաններ։ Մոդուլային 3 անգամ թագանչեք մոդուլային կառուցում։ Որպես այլընտրանք։ Լսի, աղջիկ ջան, գնես այդպես եմ ասում։ Եկել ես, բան, հիվանդանոց, այսպես, ինչ-որ մի հարցով, քո հարցով, չէ, ուրիշի հարցով։ Ես հիվանդանոցում ասում եմ, գիրեք ինչ կա, ձեզ պետք է կատե անել։ Դուք ասում եք, կամ MRT, դուք ասում եք, ձեր ծանոթի համար, ասում եք, լավ, համաձայն եմ։ Ես ասում եմ, ուրեմն գնացեք, այս հիվանդանոցի այգու վերջում, գնացեք, այդ կատեն արեք։ Այս մարդը դուք գնում եք, այդ կատեն անում եք, հետ եք գալի բժշկին։ Բժիշկը նայում, ասում է, մի քիչ լավ չի եղել, մի հատ էլ կետակ անեք։ Ու դուք հանկարծ ասում եք, լավ, ես չեմ հասկանում։ Դա ձեր կատեն է, բժիշկն ասում է, հա։ Բա որ ձեր կատեն ինչ եք բերում շենք։ Ինչ եք տարի դրե։ Այգու են վերջում։ Հիմա նույնը մոդուլային կայանն է։ Ես չգիտեմ, օրինակս հաջողեր թե չէ։ Մոդուլային կայան փոքր երկրում չեք անում, հենա հիմնական կայան կառուցեք, որը 3 անգամ էժան է։ Եվ ավելի հզոր է, ինչը մոդուլային ատոմակայանը չի կարող ապահովել։ Չուկոտկան կառուցեն, որովհետև հոչեն կարա Կառասնոյարսկի Ենիսեի հեկից մինչև Չուկոտկա էլեկտրական լար տանել։ Բայց մոդուլային ատոմակայանները արդյոք իրենց արդարացրել են, նույն ԱՄՆ-ում կիսատ են մնացել։ ԱՄՆ-ում ոչ մի հատ չկա։ Մոդուլային ատոմակայան այսօր շահագործվում է Ռուսաստանում եւ Չինաստանում, մեկական բլոկ, թե 2 բլոկ։ Բայց Ռուսաստանը կարողանում է այդ ատոմային թափոնները վերամշակել կամ լիկվիդացնել, Հայաստանը դրա հնարավորությունը չունի։ Հա, այդ չէ, դա չի էականը մոդուլային կայանամար։ Մենք էլ թափոնը չենք վերամշակում, տանում թաղում ենք։ 30 տարի ավելի թաղում ենք։ Գերեզմանոց ենք կառուցել, չէ՞, որ ատոմակայանը վերագործարկեցին, գերեզմանոցն էլ հետո կառուցել։ Բայց հարց է, մոդուլային ատոմակայան կկառուցեն, թե ուղղակի հայտարարություն է։ Չէ, բայց մոդուլային չեք կառուցում։ Հիմա ոնց որ կառավարությունը այսօր հայտարարի բնակ շինարարության մեծ ծրագրերի համար։ 5 ամիս հետո ասի պրծանք, ծրագիր անենք պրծանք, ասես ուրա, քեզ ասի արի տանեմ ցույց տամ։ Տանի մի հատ վրաններից 30000 վրանից սարկած բան տարած ցույց տա, 30000 վրանը մեջ է։ Դու ասես, ախպեր ես երկու սարկածը, հա,
Ես էլ կարելի է, ինչ եք ասում, ամեն մի վրանում տուալետը առանձին է, ջուրն առանձին է, կոյուղին առանձին է, հեռախոսն առանձին է։ Դրանից հետո դուք չեք հարցնում, այսքան բան պիտի անել այնա շենքեր հիմնարար կառուցել, վրանը ինչ ես կառուցում։ Նույն տրամաբանության մեջ է։ Նույն ուրիշ բան։ Եթե դուք այդ վրանը կառուցեք, հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ափին, որտեղ ոչ մի բնակավար չկա, ժամանակավոր, կամ տանում ես մի հատ բուտկա, կրպակ ես դնում, կամ տանում ես մի հատ շարժական բան ես դնում, պլատֆորմ։ Դա ուրիշ բան։ Անտարկտիդայում օրինակ կառուցում են վերջերս կորեացիների շահգործման հանձին էլի այդպիսի մի բնակավայր։ Բայց դու ասում ես, այսքան բան անելուց հետո դու ինչ ես շենքերը չես կառուցել։ Մոդուլայինը մոռացեք նա մի 3-4 անգամ թանկ է։ Եվ ամերիկացիք չունեն մոդուլային կայան, չունեն փորձ, չեն էլ ունենալու։ Հիմա երբ որ Գրենլանդիան վերցնեն կամ Կանադան, օրինակ Գրենլանդիայում կարող է տանան մոդուլային ատոմակայան տնեն։ Փորձի համար, այո, փորձի։ Չէ, որովհետև հեռու է։ Հո կաբելներից հոսանք չեն տանի Ամերիկայից, Նյու Յորքից կաբելը հոսանք չեն տանի Գրենլանդիա, որովհետև Գրենլանդիայում տնտեսությունը զարգացնելու էլեկտրաէներգիայի կարիք է լինելու։ Այդտեղ արդեն իմաստ կունենա մոդուլային ատոմակայանն էլ քանի տարի հետո։ Պարոն Բագրատյան, անդրադառնանք J.D. Vance-ի այցին տարածաշրջան։ Մենք հիշում ենք այն տեղեկատվական փուչիկը, որ տարածվեց, որ Հայաստան, հատուկ Հայաստան այցելելու համար գալու է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյա, բայց վերջում պարզվեց, որ ոչ թե Հայաստանի համար է գալիս, այլ տարածաշրջանային եւ առաջին ամենայն հավանականությամբ Ադրբեջան է այցելելու։ Որն է J.D. Vance-ի այցելության հիմնական նպատակը ձեզ։ Իմ կարծիքով J.D. Vance-ը գալիս է քննարկելու, հասկանալու եւ գնա Ամերիկա զեկուցի, ինչպես կարելի այդ Տրամպի թրիփից դուրս գալ։ Դուրս գալ։ Իհարկե, որովհետեւ իրանք արդեն պարզ տեսնում են միլիարդներ է ծախսում, ոչ մի եկամուտ չկա։ Բայց 74%-ը ԱՄՆ-ի վերահսկողության։ Հա, թեկուզ, բայց 74%-ն էլ դարձրին էլի Հայաստանին։ Հիմա իրանք լիքը տոկոս ունեն։ Իրանք հիմա ուզում են ծրագրի գնորդ գտնեն։ Եվ կարծում եմ իրանք Ադրբեջանը իրենց կառաջարկի, որ ձեր փայը տվեք մեզ։ Այսինքն 74%-ի գնորդ կարող է 74-ից 40-ը տան բանին։ Իրանք չեն գնա այդ ծրագրին։ 1.5-ից 2 միլիարդ պիտի ծախսվի, Իրանն ու Ռուսաստանն ասում են քթները չխոթեք, Ռուսաստանն ասում է դա ԵԱՏՄ-ի տարածք է, այդ հարցերը Փաշինյանը առանց լուծելու գնացել է ստորագրելու, Փաշինյանի ստորագրությունը ցանկտակ ունի 0-ական նշանակություն, եւ ես վստահ եմ J.D. Vance-ի մոտ Բաքվում եւ Երևանում կառաջանա հարց ու կգնա Ամերիկա կզեկուցի, կասի պարոն նախագահ, Տրամպին կասի պարոն նախագահ, մենք 2 միլիարդ ծախսում ենք անհասկանալի ինչի համար։ Իսկ Թրամփը բիզնեսմեն է։ Հա, Տրամպը բիզնեսմեն է։ Տրամպը ասել է, այս հայրը բացի ծախսից ուրիշ բան չունեն։ Վերջերս չէր ասեց Ամերիկա եկած հայրի 60%-ը ստանում է նպաստ։ Իսկ ադրբեջանցիների 35-ը։ Այդտեղ էլ մեծ դիտողություն արեց, որ դուք արժեք չունեք, որ դուք գալիս եք այստեղ ծրիակերի պես մեր վզին նստելու համար։ Նո ամենայն դեպս իր ասած թիվը 60%-ն է։ 40%-ն ասում աշխատում են։ Այսինքն ստացվում է Ադրբեջանը ամենայն հավանականությամբ միջանցքներ է ստանալու։ Կարող է ստանալ, այո։ Շատ վտանգավոր է։ Ի վերջո J.D. Vance-ը շատ առողջ մտածելակերպ ունի, իրանք հասկանալու են, մենք ինչ գործ ունենք այս պրոյեկտի մեջ մտնելու։ Չէ՞ որ Տրամպը վերջերս հայտարարեց, որ Հարավային Կովկասը ռուսական շահերի գոտի է։ Հայտարարեց, բայց միևնույն ժամանակ թրիփում էլ նաև ակտիվ մի տեսակ կարծես չի բռնում, պարոն Բագրատյան հայտարարությունը։ Բռնում, հանգիստ եղեք, բռնում է։ Ռուսաստանը ձեն չի անի, երբ որ Ամերիկան կվերցնի Գրենլանդիան, կվերցնի արդեն պարզ է։ Ռուսաստանը ձայն չի անում, երբ որ Ամերիկան Կանադայից ուզում է Ալբերտան, առնվազն Ալբերտան։ Ձայն չի անում։ Իհարկե Ռուսաստանը ձայն քանի, երբ որ հիմա Իրանի հետ բան լինեն, Չինաստանն ու Ռուսաստանը կօգնեն Իրանին եւ լայնածավալ հարձակում Իրանի վրա չի լինի։ Քիչ հավանական է, որտեղ կարող է ԱՄՆ-ն պարտվել։ Իդեպ այդ մասին պոլիտիկոնն էլ էր հոդված հրապարակել, որ ԱՄՆ-ն այնքան ռազմական ներուժ չունի, որ Իրանի վրա Պոլիտիկոն հաշվեք, պոլիտիկոն ինձնից էր հարցրել։ Պարոն Բագրատյան, իսկ Իրանի ու Ռուսաստանի դիրքորոշումը թրիփում Ադրբեջանի մասնակցության մասով։ Իրանն ու Ռուսաստանը ասում են, չենք թույլ տա, եկեք մեր հետ համաձայնեցրեք։ Այսինքն իրենք մեր հաշվին այնուամենայնիվ համաձայնության կգան Ադրբեջանի հետ, եթե ձեր ասած սցենարով զարգացումներ լինեն։ Չեմ կարող այդքան մանրամասն կանխագուշակել։ Բայց թրիփը պատուհաս է դառնալու Հայաստանի ձեռքին, լուրջ խաղակարդ է դառնալու ակտիվ Ադրբեջանի ձեռքին։ Եկեք հիշենք ինչ էր խոստանում այս իշխանությունը, ինչ ասավ։ Սկզբից գնաց Ղարաբաղ, ասեց սա Հայաստանը եւ վերջ։ Հետո սկսվեց պատերազմը։ Տվեց Հադրութը, չէր ասում մի ամիս տվել եմ։ Հետո ասեց Շուշին, դա ասեց Շուշինա տվել եք էլի, մռայլ քաղաքեր։ Հետո տվեց Ղարաբաղը։ Հետո տվեց տարածքներ Հայաստանից։ Հետո ասեց օրինակ Կիրանցում տալիս ենք, հեսա բերքաբերում կստանանք, մինչև հիմա բերքաբերում ստանում ենք։
Հիմա անգլավներն է տալու, անընդհատ տալու է։ Նույն մեղրի հատվածում թրիփի երկարությունը սկզբից գնահատվում էր 46 կիլոմետր, հետո 43, արդեն 37 թիվն են ասում։ Այս կողքերից Ադրբեջանը խրվել է։ Մենք չենք գնա, ես չեմ կարող գնալ հիմա գնալ Նռնակաձոր, այդ նախկին բնակավայրը Շվանիձորի կողմերը ստուգել դա։ Մեզ չեն թողում մոտենալ այդ գյուղերին արդեն։ Հա։ Իրանք հերթով սիրուն տալիս են, դուրս են գալիս։ Հա։ Այնպես որ չկասկածեք, որ այստեղ էլ մեզ խորը հիասթափություն է ստացվելու։ Թրիփ ու դրա վրա փող աշխատել, այն անհետ բաները, որ մենք լսում էինք Արադ Միրզոյանից, դրանք չկան, իրականության մեջ չկան։ Իսկ իրենք հավատում են իրենց ասածներին։ Իրանք մեզ խաբում են, որ հերթական անգամ ընտրվեն, հերթական անգամ կընտրվեն, վсё անցան ինքան Ռուբիկոնը անցնում են, եթե ընտրվեցին։ Ռուբիկոնը անցնում են, որտեղ արդեն հաջորդ ընտրությունն է, սա վերջին ընտրություններն է Հայաստանում։ Հաջորդ ընտրությունները Հայաստանում էլ չեն լինելու։ Ինչու՞։ Որովհետև իրանք կամ ինձ դիկտատորական են, այստեղ ադրբեջանա-թուրքական իշխանություն է լինելու ամբողջությամբ։ Եվրոպան խոսում է Հայաստանի ժողովրդավարական իշխանությունների մասին, Նիկոլ Փաշինյանը ինքնիշխան Հայաստան է։ Եվրոպան ժողովրդավար, մեկ էլ բանը, Ադրբեջանն ու Թուրքիան։ Պարոն Բագրատյան, գանք ընտրություններին։ Հա։ Եվրոպայում դուք որտեղ եք ժողովրդավարություն տեսել։ Դե համարվում է ժողովրդավարության բաստիոնը, Հայաստանն էլ Կովկասում է։ Այդ Եվրոպան չի ասում, Ուկրաինային ասում, մալադեց ասում։ Ոնց է սկրվում, պետք է շարունակես կռվել։ Մինչև վերջին ուկրաինացի զինվորը։ Մինչև վերջին ուկրաինացի ու հարցածակում։ Ուկրաինացին չի համար է կռվում։ Էլի մի քիչ Տրամփն է մարդկություն անում։ Այս վերջերս երեք էր հայտարարեցին, որ լավ ախպեր, դուք սենց կռվում եք։ Ռուսաստանի բանակը ամիսը 100-ից 150 քառակուսի կիլոմետր առաջ է գնում։ Դոնեցկի մարզից մնացել են երկու խոշոր քաղաք՝ Սլավյանսկը եւ Կրամատովսկը։ Այն Սևերսկ, Մևերսկ, Սևերոդոնեցկ, բան, սաղ վերցվել է, ամբողջը, Լիսիչանսկ եւ այլն։ Վաղը դուք էլ տալու բան չեք ունենալու։ Ռուսներն էլ ինչ որ գալու են Խարկովի, Դնեպրի եւ Սումիի մարզերում հետ չեն տալու։ Եվ արդեն ասելու են, չէ, հիմա էլ ուզում ենք ամբողջությամբ վերադարձնել Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերը։ Դուք սա եք ուզում։ Հավելենք, որ Զելենսկին փոխստոն ասեց, լավ, այդ փոճուր Դոնբասը որ մնացել է, այդտեղ ազատ տնտեսական գոտի սարքենք։ Չգիտեմ, հիմա այդ հասով խոսում են։ Մոլդովայի Սանդուն, որը ժողովուրդը 5 ամիս առաջ բաներ ձայներ տվել։ Հայտարարեց, չասեց Ռումինիան պիտի գնա, Մոլդովան պիտի գնա Ռումինիա, այս ռումինացի մոլդովացի ժողովուրդն ասում է, բա մենք այդ ձայնը ենք տվել նրա համար, որ պետությունը կործանեիր։ Իսկ Մերզդնեստրը պիտի մնա ռուսներին։ Ռուսները ասում են, դենցի կարիդոր տվեք մինչև Մերզդնեստր։ 4000 քառակուսի կիլոմետր տարածքա։ Դնեստր գետի ցախապին երբեք Մոլդովա չի եղել։ Բեսարաբիա չի եղել։ Բեսարաբիայի վերջանում է Մոլդովան։ Այսինքն դժվար է ասես մի հատ անալիտիկ բան է, բայց հիմա այդ մոլդովացի ժողովուրդը գիտեք ինչ են անում բոլորը։ Ինչ։ Կեղծես ինչ է ընտրությունները, որը պես Սանդուն կրել է։ Բայց մենք լավ էս կեղծում էինք։ Մենք ասում ենք ձայն ենք տվել Եվրոպա գնալու համար, որ Մոլդովան ոչինչ անա, էլ Եվրոպա գնալ չկա, չէ՞, եթե Մոլդովան չկա, ուրեմն ոչ ոք էլ Եվրոպա չի գնում։ Վախենում էին Ռուսաստանից, հարված ուրիշ կողմից եկավ։ Կատարեցին հիմարություն։ Թե ինչ էին Ռուսաստանի դեմ գնում, ինչ էին ուզում։ Գանք մեր ցավերին, ինչպես ասում են պարոն Բագրատյան։ Հա, հիմա մերոնք էլ են նույնը լինելու։ Գրավել են Սյունիքը, Եվրոպան ասի դա դեմոկրատիայի խորացում է, Եվրոպան չի նկատելու դա։ Կպարզվի, որ կադաստրի թղթերով այդպես է։ Հա, կպարզվի, որ կադաստրի թղթեր կան, բայց չեք իմացա, որ թղթեր կան։ Այս սատերը ոնց որ հիմա բյուջեն է սուտ ասում։ Արդյունքում բանը ինքը Ղարաբաղը, Արցախը զիջելու հաշվին, Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի հանձնել հաշվին, տարեկան 200 միլիարդ էկոնոմիա ունի, արցախցիներին չի տալիս։ Բայց նաև պատճառաբանում է, որ միջազգային օրենքին է հակասել։ Որտե՞ղ է հակասել։ Արցախը։ Ո՞նց է հակասել։ Բա Մինսկի խումբը չէին ստեղծել, որ որոշեին կարգավիճակը։ Դե իրական Հայաստանում Մինսկի խմբում Ռուսաստանը, Ֆրանսիան ու Ամերիկան չէին, դրանից ավելի ուժեղ միջազգային խումբ։ Բանանք ստեղծել են այդ խումբը, որ կարգավիճակը որոշեին։ Արցախը միակ Ղարաբաղի դեպքը միակն էր Մերզդնեստր, Օսեթիա, Աբխազիա, որի վերաբերյալ աշխարհն ասել էր, այո, ես տեսնում եմ այստեղ խնդրեմ կա։ Ես ստեղծում եմ Մինսկի խումբը, որ զբաղվի այդ խնդրելով։ Բոլորովին լեգիտիմ էր։ Ես Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետս պաշտոնապես հայտարարում եմ այն, որ Արցախում շրջանառվում էր հայկական դրամը, ոչ ոք երբեք մեզ չի պատժել։ Ոչ մի սանկցիա տակ չի գցել։ Այն որ Արցախից տեղեր ունենում ապրանքների արտահանում եւ ներմուծում, առևտրի համաշխարհային կազմակերպությունը չի ասել, դե դուրս արի մեր կառույցից։ Եվ ի վերջո արցախցիները բռնում էին հայկական
Անձնագիր Հայաստանի Հանրապետության։ Այո, եւ հատուկ համարով այնպես որ երբ որ այդ անձնագրով նրանք գնում են Եվրոպա կամ այլ երկիր, նրանք տեսնում են, որ այս մարդը բան է, ռեզիդենտ է Արցախի։ Պարոն Բակրատյան, շատ փորձագետներից այսպիսի մտահոգություն կարծիք ենք լսում, որ Հայաստանը գնում է Արցախ երկու սցենարով։ Կիսում եք այդ մտահոգությունը։ Դա ճշմարտությանը մոտ է։ Այո։ Իսկ ընտրություններին ինչ պատկեր ենք ունենալու։ Պատահական էր արդյոք Հակոբ Ֆիդանի հայտարարությունը, որ աջակցում են Հայաստանի քաղաքական այս կուրսին։ Ֆիդանի հայտարարությունը ուղղված էր ոչ թե հայերին, ուղղված էր ռուսներին, որ մենք ձեզնից արդեն Հայաստանը խլել ենք։ Ուղղված էր Եվրոպային։ Ինչ եվրոինտեգրացիա, սա պիտի ինտեգրվի մեր հետ։ Միակ խոսակցությունը, որ կարա Թուրքիան ու Ադրբեջանը ունենան, այս մնացած հայերին, այս 2-3 միլիոնը մնում են, ինչքան լավ մարդկային վերաբերվենք իրանց։ Մենք չենք հասկացել Ֆիդանի խոսակցությունը։ Շատ են ասում են, դե տեսակ, այ դուք ասում եք, որ հիբրիդային պատերազմ Ռուսաստան Արադ Միրզոյանն ասում, չէ՞։ Բա էսի հիբրիդային պատերազմ չի, չէ՞։ Արտաքին հետախուզության ծառայության պետն էլ է ասում, բայց այլ կողմ է ուղղում։ Չէ, հասկանալի է, բայց սա հիբրիդային պատերազմ է, Ֆիդանը ոչ։ Ֆիդանը պարզ հայտարարում է, որ սա մերն է։ Նա հիբրիդային պատերազմ վարելու կարիք էլ չունի։ Եվ միակ վերջի շանսը այս ընտրությունների ժողովուրդը, որ Փաշինյանից չընտրի։ Այսինքն Օրինակ ինձ ընտրություններով համար որպես քաղաքական բան իրանք չընտրվեն, դրա համար ես կոչ եմ անում, ինչ ձև կա, ոնց կա, միավորվեք, մի բան արեք, որպեսզի ժողովուրդը այս անգամ էլ չասի, ես չկոմունորոշեցի նորից։ Բայց հարցը պիտի լուծի ժողովուրդը իր քվեով։ պետք է գնան ընտրատեղամասեր կարևորը։ Կգնա, չգնա, ես չգիտեմ, ուզում գնա, ուզում չգնա։ Ինքն է բերե Փաշյանին, ինքն էլ պիտի հեռացնի։ Ինքը չի կարող անդադար ասի, ես тут ни при чем, ես կապ չունեմ։ Ամեն ինչում էլ կապ ունի եւ ինքը էական բաց թողում ունի 21 թվականի ընտրություններում։ Էական բաց թողում ունի։ Ընտրություններին չգնացածներ, այո։ Ընտրություններին չգնացածները եւ նրանք որ գնացել են ձայն են տվել Փաշյանին։ Քանի անգամ էինք ձեզ դավաճանեն չի, մեզ մի 30% ձայն չտվի, ասենք ազատություն կուսակցությանը։ Ինչ էր եղել։ Պարոն Բակրատյան, ամփոփելով մեր զրույցը, ուզում եմ հենց այդ թեմայով ամփոփենք։ Ստեղծված ներքաղաքական իրավիճակը, հանրության տրամադրությունները, ընդդիմադիր դաշտում տիրող տրամադրությունները, ինչի մասին են խոսում։ Նիկոլ Փաշինյանի համար վտանգավոր իրավիճակ է։ Անշուշտ։ Լսեք, մի կողմ թողեք, ով կա քաղաքական դաշտում դիմություն ընդդիմություն։ Այս իմ ասածը մինչև վերջ հասնում է տեղ ժողովրդի մեջ։ Մինչև վերջ հասկանում եմ, ասում եմ, դեպ ասեմ, սկսել են հավատալ։ Գրում են ինձ, չի, ես տեսնում եմ, որ գրում են։ Տեսնում եմ փողոցում մոտենում են, այսօր քիչ առաջ եկա, մի հատ բացահայտ նիկոլական մոտեցավ եւ ամբողջ բանը, որ իջնում է, իմ հետ խոսում էր։ Որը պաշտպանում է Նիկոլի քաղաքականությունը, վերջում ասեց, այո, ես պիտի գնամ ու մտածեմ։ Երիտասարդ կրթված գիտությունների տեխնացու պրոֆեսորներ կանք առանց դադելու, առանց մտածելու գնացել ձայն են տվել, քվե են տվել։ Հիմա տեսնում են չի կարող ապրեն։ Իր միակ հարցն էր ինչ է կարծում Հայաստանը կշարունակի գոյատևել թե չէ, որտեղ կրթված մարդ է։ Տեսեք, ինքը անդադ պաշտպանել է մի չար մարդու, չար տեսակետի, որ կործանել է պետությունը, հանկարծ գումա պետությունը կործանվել է, նույնիսկ ոնց որ ասած իր խիղճ իր վրա չգնա, ոնց գնամ հիմա ինչ անեմ, ես ինքը պիտի գնա օրենքով Փաշինյանի մերժի, չէ, ինքը չէ, ես սա չանեմ, բայց Հայաստանը չկա։ Ինքը ինձ ասում էր, որ Հայաստանը չլինելու էլ ինչ կարևոր է Փաշինյանը լի թե մյուսները։ Ասում, լսեք, դուք ձեզ հիմարի տեղ եք դնում։ Փաշինյանը բերի Հայաստանը այս վիճակին։ Փորձենք անել, դրանք կարող է հնարավոր է փրկել։ Հունիսի ընտրություններում իշխանապողության բացակայության պարագայում Հայաստանի Հանրապետության կյանքը ամիսների հաշիվ է։ Ոչ ոքին այս թարախապալար պետք չի։ Հայաստանի Հանրապետությունը ոչինչ է, որ Եվրոպան մտածի իրեն վերցնի։ Եվրոպան ինքը մտածում է ում գնա կպնի, իր ձեռից Գրենլանդիան էլ են վեկալում։ Գնա ռուսներին կպնի, հիշեք այս խոսքերը։ Կենթանի երևի մնանք, չգիտեմ որպես քաղաքացի թե ոչ որպես քաղաքացի։ Այդ գերմանիաները, ֆրանսիաները, բելգիաները գալու են խնդրեն, որ Ռուսաստանի հետ մտնեն մի միասնական տնտեսական միության մեջ, որ ռուսական ռեսուրսները հաշվին պահեն Իրան տնտեսությունը։ Իրանց Ամերիկան խրելու է մինչև վերջ։ Որտեվ տենց է աշխարհի բանը։ Կարգը տենց է։ Եթե դու ուժեղ ես, կողքինը թույլ է, եւ այդ թույլին դու չես խժռում, վաղ այդ թույլը քեզ կխժռի։ Եվ ես բոլորովին հասկանում եմ Միացյալ Նահանգներին։
Ինքն ասում է Վենեսուելան տվեք, Գրենլանդիան տվեք, Կանադայի մի մասը տվեք, եւ ես կլինեմ ամենահարուստը ռեսուրսներով։ Դրանից հետո բոլոր ինքը ինչ ասում, Չինաստանը ինչ է դժգոհում, արի ինձնից նավթ առ։ Հասկանալի է, չէ՞, որ վաղը նավթը կծախի կամ չծախի։ Դրա համար ես ասեմ, առաջիկայում հետաքրքիր իրադարձություններ են սպասվում։ Այդպես միանշանակ չի, որ Միացյալ Նահանգները կարող է հարվածել Իրանին։ Իրանին նենց են պաշտպանելու, հասկանում եք, եւ չսպասեք այդտեղ հեշտ հաղթանակներ։ Այլ հարց է, որ Իրանում կատարվողը կամ քաղաքական կամ ժողովրդի հետ կատարվողը մենք իհարկե չեն կարող այդպես ողջունել, պետք է այլ լուծումներ գտնել։ Այդ ուրիշ հարց է։ Այնպես որ իսկ Հայաստանը Եվրոպան ասում է, դու հիմարներ, ես մտածում եմ ոնց գնամ դեպի Ռուսաստան, դուք եք գալիս եք ինձ մոտ, որ ինչ, որ ռեսուրս ստանաք ինձանից, փող ստանաք, բյուջետային ֆինանսավորություն, ոնց դա պետք է։ Ադրբեջանը ինձ պետք է։ Թուրքիան ինձ, դուք ես նույնիսկ Թուրքիային չեմ ընդունում։ Բայց պատկերացնեք, որ Թուրքիան իմնելի Բոսֆորը, Մոսֆորով ինչ ուզենամ կփակեմ։ 89 թվականից իդեպ դիմել է, չէ՞ Թուրքիան։ Բայց դուք եկել եք, էսում եք, ես եկել եք սատանի թաղամասը քանդրբազություն եք անում, հայր։ Դե արեք այդ ձեր քանդրբազությունը։ Նիկոլն եկել է, ուրեմն իրանց գյուղից Երևան ու քանդրբազություն անում Եվրոպայի հետ։ Չի լինելու։ Այնքան ակնհայտ է այս ամենը։ Պարոն Բագրատյան, շնորհակալություն, ինչպես միշտ շատ հետաքրքիր եւ խոսակցություն ունեցանք եւ լիքը մտորելու առիթներ։ Խնդրեմ։ Հիշեցնեմ, այսօրվա իմ հյուրն էր Ազատություն կուսակցության ղեկավար Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ պրոֆեսոր Հրանտ Բագրատյանը։ Հարցազրույցի մյուս թողարկումը վաղն է, հաջողություն։